Եթե պատրաստվում եք սկսել վերանորոգում, եկեք ձեզ արագ պատմեմ, թե առջևում ձեզ ինչ է սպասվում։ Եթե ձեր տունը գտնվում է 0-ական վիճակում, ապա առաջին հերթին պետք է գիպսոնիտ քսել եւ հարթեցնել պատերը։ Լոգասենյակը խոնավ է, դրա համար ցեմենտապատում ենք։ Եթե այս ամենը արդեն արված է, ապա շնորհավորում եմ դուք բաց եք թողում առաջին этаպը, բայց այնուամենայնիվ ստուգեք պատերի հարթությունը։ Եթե ձեր հատակը ուղիղ է, ապա ձեր բախտը բերել է, իսկ եթե ոչ, ապա պետք է արվի ստяжка։ Դե հոսանքները քաշելը մի հատ ուրիշ չելենջ է, բայց ուզեք չուզեք պետք է անցնեք դրա միջով։ Հասանք հատակին ու պատերին։ Դե պատերի հարցը հիմնականում հեշտ է կամ ներկա կամ պաստառ, այ բայց հատակը լամինատ, կերամագրանիտ, կաֆել մետլաղ, պարկետնայ դասկա, մի խոսքով ընտրությունը մեծ է։ Դռներն էլ դրեցիք, հերթը հասավ պլինտուսներին ու վարդակներին։ Ստեղ էլ է ձեզ դաժան ընտրություն սպասվում։ Եթե այսքանից հետո չբաժանվեցիք, արդեն լավ է, բայց մի հատ մինուս կա։ Ձեր նախատեսած փողերը վերջացան։ Իսկ դուք դեռ պետքա կահույք լցնեք ու տեխնիկան գնեք։ Հաջորդ этаպով տան հիմնական լույսեր, դեկորատիվ լույսեր, ել չեմ ասում ինչ-որ դիզայներական լուծումներ, 3D պանելներ եւ այլն ըստ ճաշակի։ Եթե այս этаպն էլ հաղթահարեցիք, շնորհավորում եմ, вы прошли афганскую войну։ Կարող եք վայելել ձեր տունը։